Սիրելի հայրենակիցներ, այս օրենքով հերթական ու հերթական անգամ հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տարանջատվում են, ով իրավունք ունի քվեարկել, ով չէ։ Տիկին Մինասյան, մի խոսք ռեպլիկի կարգով։ Ճիշտ է, կան Հայաստանի բազմաթիվ երիտասարդներ քաղաքացի, որոնք տարիներ ապրում են արտերկրում, իրենց զինվորական պարտադիր ծառայությունը չեն իրականացնում, բայց խնդրում եմ մի վիրավորեք, թե կա գետ մեկ բացառություն մեկ դեպք։ Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ նույն 44 օրյա պատերազմի ընթացքում ամբողջ կյանքը Հայաստանի Հանրապետությունում չապրող երիտասարդը 18 տարին լրանալու պես եկել է իր պարտքը կատարել է հայրենիքի նկատմամբ, ցավոք նրանցից որոշները նաև նահատակվել են։ Կոնկրետ անուններ կան, կոնկրետ դեպքեր կան եւ խնդրում եմ մի ընդհանրացրեք։ Ցավոք սրտի այս հարցի քննարկման ժամանակ հերթական անգամ մեր հասարակության մի մասը թիրախավորվում է Ռուսաստանից եկածի փրընտրություններին, այնքան է թիրախավորվել, որ օրերս մի խայտարակ դեպք նկատեցի։ Մեկը զենքով բանով վստահ է մարտական հերթապահության գրել է, բայց ինչ կայֆ է, որ դիրք ես հելնում Հայաստանից թռածների ընտրություններում եկած ու ընտրողների հետ ձեր քթից բերելու է։ Այստեղ Պաշտպանության հանձնաժողովի անդամներն են։ Մարդը մարտական հերթապահության է գնում, ստատուս է գրում, հեսա տեսեք հելելու եմ դիրքեր ինչ եմ անելու։ Էս ենք անում։ Լավ է, Պաշտպանության նախարարության ահազանգիցից հետո հեռացրեց այս գրառումը։ Այստեղ զեկուցողն չէ, Տիկին Վարդանյանն էր, ընտրական տուրիզմ, մուննաթ եկավ։ Այդ մենք չենք հորինել այդ բառը։ Նիկոլ Փաշինյանն է հորինել այդ բառը 2018-ին։ Հիմա մեզ եք ասում։ Ինչ վերաբերում է պետության եւ քաղաքացու կապը։ Մեկը գնացել է արտերկրի աշխատանքի, ընտանիքը էստեղ, ծնողներն էստեղ, երեխեքն էստեղ, բայց իրան զրկում ենք ընտրելու իրավունքի։ Մեկը հայրենիքի դավաճանության հոդվածով, լրտեսության հոդվածով բանտում նստած է, բայց իրան դեռ շարունակում են տալ Հայաստանի ընտրություններին մասնակցելու իրավունք։